Քամին աջ ու ձախ էր քշում կարգտահարված տերևները, որ ժամանակից շուտ գետնին էին թափվել։ Հողագործներից Մելիք Կարապետյանը 1992 թվականից մշակում է իր այգիները։ Փետրվարից են սկսում, որ սեզոնային բոլոր գործերը ժամանակին ավարտեն։ Բերքառատ տարի էին կանխատեսում։ Ոչ թե պետքա շատ լավ էր բերքը, բայց արդեն մերը չի։ Չեն կարողանա ապրեն են մեծ ընտանիք ունեցողները այս պայմաններում։ Օրինակ մենք երկուսով ենք այս մի քանի տարի, մեր հողի եկամուտը, մեր թոշակը հազիվ կարողանում ենք այս թանկության պայմաններում կարողանում ենք ծայրին հասցնել։ Իսկ ես մտածում եմ, իսկ այն մեծ ընտանիք ունեցողները ոնց կկարողանային ապրեն։ Իրանք ընդհանրապես գումարը չի հերիքի ապրելու համար, ինքնըստինքյան ընկնում են վարկերի տակ։ Շարքից դուրս են եկել ծիրանը, դեղձը, խաղողն ու խնձորը։ Մի քանի տոննայի հասնող բերքից 500 կիլոգրամն է մնացել, ասում է հարևան այգուտեր Գալուստ Գալստյանը։ Կարկուտի հարվածից լցվել է գետին, բերքի 90% փչացած է մեր գյուղում։ Ես էլ մեր ժողովրդի բախտից։ 3 տասնամյակից ավելի է բնակիչները նման կարկուտ չէին տեսել։ Գյուղում տեղացել է մոտ 20 րոպե, դաշտերում 40 րոպեից ավելի։ 65-ամյա Միասնիկ Պետրոսյանն ամեն օր ժամը 7-ին դաշտ է գալիս, խնամում ծառերը։ Այս անգամ հողին թափած քրտինքն ու չարչարանքը կարկուտը քշել տարել է։ Վնասվել է, բայց տեղը շատ է եղել, տեղանից վնասվել, ասենք ծիրանը իր ապրանքան տեսքը կորցրել է։ Հիմա ես պետք է ասենք առաքենք արտերկիր, Ռուսաստան, ոչ մեկը չի տանի։